Այսօր Դևոյանների ընտանիքում տոն է, ամուսնանում է կրտսեր Սոֆի Դևոյանի քույրը։ Այսպիսի հրապարակում է արել Պարուհին իր ինստագրամյան էջում, նշելով, որ բավականին հուզված է։ Սոֆի Դևոյանը իր հրապարակմանը կից հետևյալ խոսքերն է գրել. Երջանկություն է ունենալ ծնված օրվանից կողքիդ մարդ, ով քո հարսնաքույրն է եղել, ու այսօր ինքն է կազմում սիրուն ընտանիք, ում հարսանիքին այսօր հուզվելու ես, գրել է Պարուհին։ Սոֆի Դևոյանը բացի այդ մի քանի հրապարակում է արել, ցույց տալով, թե որքան գեղեցիկ հարսնացու է իր քույրիկը և ինչպես են նորապսակները հուզվում միմյանց հանդիպելիս։ Նշենք նաև, որ օրեր առաջ էլ կրտսեր Սոֆի Դևոյանը կրկին հրապարակում էր արել, այդպիսով ցույց տալով, որ իրենք մասնակցում են Pride to be Party-ի։ Հենց այս ժամանակ էլ կրտսեր Սոֆի Դևոյանը նշել էր, որ բավականին հուզված է, քանի որ իր քույրն է ամուսնանում։ Երջանիկ լինես քույր, գրել էր Սոֆի Դևոյանը, մանկությունս ամուսնանում է։ Եվ այսպիսով Սոֆի Դևոյանը նաև ցույց է տվել, որ ինքը բավականին գեղեցիկ տեսքով է ներկայացել այս երեկոյին։ Պարուհի կրտսեր Սոֆի Դևոյանը և նրա ցանկացած հրապարակում սպասված է հանրության կողմից։ Ինստագրամյան հարթակում վերջինս հանդես է գալիս ավելի ակտիվ հրապարակումներով, այդպիսով նաև բավարարելով իր հետևորդների սպասելիքները։ Հերթական անգամ Սոֆի Դևոյանը հրապարակել է լուսանկար, այդպիսով նշելով, որ իր հետ ինչ-որ բանային չէ, երբ տրավմայի պատճառով տնից դուրս չես գալիս, բայց հարազատ մարդիկ ժամանակ ու ձև գտնում են քո տրամադրությունը բարձրացնելու։ Պարուհին ցույց է տվել ծաղիկները, որոնք որ ստացել է, սակայն չի մանրամասնել, թե ինչ տրավմայի մասին է խոսքը։ Նշենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք Ալեն Սիմոնյանի նախկին կինը Մարիամն ինստագրամյան հարթակում հրապարակումներով է հանդես եկել, այդպիսով ցույց տալով, թե ինչպես են տոնել իր հայրիկի ծննդյան տարեդարձը։ Մարիամի հրապարակումներում երևում են Պարուհի Սոֆի Դևոյանն ու նրա ամուսինը։ Ջերմ ընտանեկան մթնոլորտ է ցույց տալիս Մարիամն իր հրապարակման մեջ։ Դե իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալեն Սիմոնյանի նախկին կինը և Սոֆի Դևոյանի ամուսինը իրար հետ բարեկամական կապի մեջ են։ Ներկայացնում ենք այս երեկոյի գեղեցիկ կադրերը ձեր ուշադրությանը։ Մտեք կադր, միատ նայեք ստեղ, սիրելի հարազատներ, տղես դրսեր նախ, ֆրֆրում է, հեսա կգա։ Давайте, մեկ, ապրեք։ Երբ որ հասնեն այն ժամանակ, երբ որ իրանք արդեն իրենց կյանքը իրենց նախատեսացումով կտանեն, լրիվ ուրիշ երկրում կլինեն։ Ձեր բոլորի կենացը շատ շնորհակալ եմ, հավատացնում եմ, չափազանց ստացվեց ձեր համար։ Երգիչ Էրիկ Կարապետյանը երեկ նորությամբ հանդես եկավ, նա նոր երգով և տեսահոլովակով հանդես եկավ։ Այս տեսահոլովակը շատ տարածվեց համացանցում ոչ միայն այն բանի համար, որ Էրիկ Կարապետյանի երկրպագուները շատ են, այլ նաև տեսահոլովակում նկարահանվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նշանածը Անելիա Գուբերյանը։ Ալեն Սիմոնյանը Մհեր Բաղդասարյանի հետ ունեցած հարցազրույցում ակնարկում էր, որ Անելիան կարող է զբաղվել իր սիրելի աշխատանքով, այն է մոդելային գործունեությունը։ Համացանցում հայտնվեց մի սկանդալային լուր այն մասին, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նշանադրվել է։ Այս լուրը սկանդալային էր այնքանով, որ նախքան այս Ալեն Սիմոնյանը ամուսնացած էր, ունի 2 երեխա իր նախկին կնոջից։ Այսօր Ալեն Սիմոնյանն ու իր նախկին կինն ունեն բարիդրացիական հարաբերություններ։ Օրեր առաջ, երբ հայտնի դարձավ, որ Ալեն Սիմոնյանը նշանադրվել է, սկզբնական շրջանում համացանցում լուրեր տարածվեցին այն մասին, որ այս լուրը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։ Սակայն ավելի ուշ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, նշելով, որ այո, ինքը իր սիրելիին և նրա ընտանիքի անդամներին ծնողներին հրավիրել է ռեստորան, այդպիսով հաստատեց, որ իրականում ինքը նշանադրվել է։
Այս լուրի հանրային դառնալուց հետո Ալեն Սիմոնյանն ինստագրամյան հարթակում կարծես թե արխիվային լուսանկարներ է հրապարակել, որտեղ ինքն ու Անելիա Գուբրյանը հանգստանում են, ներկայացնում ենք զույգի ջերմ լուսանկարները ձեր ուշադրությանը և հիշեցնում, որ ավելի վաղ հայտնել էինք Ալեն Սիմոնյանի սիրելին մոդել Անելիա Գուբերյանն է։ Վերջին տարիներին նա պասիվությամբ է աչքի ընկնում, տարիներ առաջ նա իր կարիերան էր սկսել մոդելային ասպարեզում։ Սակայն Ալեն Սիմոնյանի սիրելին դառնալուց հետո նա այլևս չնկարահանվեց որևէ մոդելային գործակալություններում, չնկարահանվեց որևէ ամսագրերի համար և այդպիսով սկսեց պասիվություն ցուցաբերել։ Վերջինս նաև հայտնի էր դարձել մասնակցելով հեռուստասերիալներից մեկին։ Դե իսկ այսօր Անելիան պասիվությունը շարունակում է ապահովել։ Համացանցում մեկնաբանություններ են գրում այն մասին, որ միգուցե այս աղջիկն է պատճառը Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ամուսնալուծության։ Շատերն էլ նշում են, որ Ալեն Սիմոնյանը այս աղջկանով տարված է եղել դեռ երկար տարիներ առաջ, երբ ինքը ամուսնացած է եղել և համատեղ կյանքով է ապրել իր նախկին կնոջ հետ։ Իրականում ինչ կապ ունի Անելիան Ալեն Սիմոնյանի ամուսնալուծության հետ, դժվար է ասել։ Մեզ մնում է հետևել միայն իրադարձությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև ներկայացնել Ալեն Սիմոնյանի և նրա սիրելիի նշանադրության մի քանի բացառիկ կադրերը։ Ակտիվորեն քննարկվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ Աննա Հակոբյանի սկանդալային հայտարարությունն այն մասին, որ այլևս դադարում է լինել Նիկոլ Փաշինյանի կինը։ Դեռ օրեր առաջ վերջինս հայտնել էր, որ նրանք այլևս քաղաքացիական ամուսիններ չեն, սակայն որևէ մեկը ուշադրություն չէր դարձրել Աննա Հակոբյանի այս արտահայտությանը։ Նա այսպես նշում էր, որ այլևս որևէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ։ Երեկ Նիկոլ Փաշինյանի դուստրերը Մարիամն ու Շուշանը հրապարակում են արել, այդպիսով ցույց տալով, որ իրենց կյանքում ամեն բան լավ է, այսինքն ծնողների սկանդալային հրապարակումները Facebook-յան հարթակում որևէ կերպ չեն ազդում երիտասարդ աղջիկների վրա։ Նրանք միմյանց հետ ջերմ հրապարակում են արել և գրել. Մենք հիշեցնենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք Աննա Հակոբյանի խոսքը։ Պայմանավորված այն հանգամանքով, որ ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, ես նշել էի այդպես, որովհետև մենք այլ ամուսնություն չունենք։ Այսօր փետրվարի 25-ին ես լքում եմ կառավարական առանձնատունը, բայց քանի որ շատ սպասելի է, որ առաջիկայում տաքսիստներ, տաքսու վարորդները տարբեր անհայտ անձինք տրանսպորտներում վստահաբար տարբեր տեղեկատվություն կտարածեն իմ մասին, մասնավորապես թե ոնց եմ ես այս տունը վերցրել հիմքից եւ հետս տարել, անհրաժեշտ եմ համարում մի քանի փաստ անձամբ ձեզ տեղյակ պահել։ Փաստ առաջին ես տուն չունեմ, այն տունը, որ վարկով գնվել է դեռ շենքը կառուցման ճանապարհին է, հետևաբար ես տեղափոխվում եմ վարձակալած բնակարան։ Այն պարագայում, եթե ասեն դոլարային միլիոնատեր եմ, հաշիվներ ունեմ դոլարային, օֆշորային գոտիներում, չգիտեմ, դղյակներ եւ այլն, հարկ եմ համարում ասել, որ իմ հաշվի համարին կա գումար տան վաճառքից մնացած, թիվը չեմ հիշում, որովհետև երբեք չեմ հետաքրքրվում,
որից ծախսվել է անձնական նպատակներով ինչ-որ գումար, իմ քարտին կա գումար իմ քայլը հիմնադրամի աշխատավարձից եւ եկամտային հարկի վերադարձից կուտակված գումար, դա հիշում եմ, որովհետեւ ամեն անգամ բացելիս երևում է 5 միլիոն դրամ։ Կարծում եմ ինձ բավարար է ապրելու համար։ Ես չունեմ մեքենա, բնականաբար ես չեմ ունենա պետական պահպանություն, այնպես որ եթե Երևանի փողոցներում ես տեսնեք միայնակ քայլելիս, խնդրում եմ չզարմանաք եւ խնդրում եմ նաեւ չվիրավորեք, որովհետեւ անցած մոտ 8 տարվա ընթացքում եւ զբաղարար չափով վիրավորամ լսել եմ։ Ես ցանկություն ունեմ շարունակել աշխատել որպես իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն, որովհետև դա վարչուհի շտանք է ինչի ինձ շատ պետք է, բայց կարծում եմ, որ միայն իմ ցանկությունը թերևս բավարար չէ սրա համար եւ բացի այդ դատելով երեկվա հակակոռուպցիոն կոմիտեի եւ լրագրողի միջև տեղի ունեցած հարցի պատասխանից չի բացառվում, որ ես քրեական պատասխանության ենթարկվեմ որպես իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն, կյանք է գուցե եւ հնարավոր է այդպիսի զարգացում, ինչ արած կապրենք կտեսնենք։ Տուփերի մեջ անձնական հագուստը եւ անձնական հիգիենայի պարագաները, ուրիշ բացարձակապես ոչինչ։ Բայց քանի որ ինչ որ իմաստով կարծես հրաժեշտի տեսանյութ է ստացվում,